Պարոն Իսրայելյան, բարև ձեզ, դուք օրեշարունակ Ազատության հրապարակում նստացույց եք իրականացնում ի աջակցություն Բաքվի բանտերում խոշտանգվող մեր ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական գործիչների եւ ոչ միայն Բաքվում նաեւ ապօրինաբար այլևս դատապարտված մեր հայրենակիցների։ Ես կխնդրեմ այս մասով ձեր գնահատականը տաք, Ռուբեն Վարդանյանը օրերս աուդիո հաղորդագրություն էր տարածել, որտեղ հստակ ասում էր, որ մեր ողբերգությունն է, եթե մենք չենք գիտակցում, որ այնտեղ ոչ թե մի քանի տասնյակ հայերի դատավարությունն է, այլ ըստ էության մի ամբողջ պատմության, մի ամբողջ ժողովրդի պետությունների, Արցախի հանրապետության եւ Հայաստանի հանրապետության։ Խնդրեմ։ Այո, ես այդ ուղերձը լսել եմ, բայց ես 2-3 օրվա մեջ ես ընդհանրապես ուշադրություն եմ դարձրել հանրության կողմից արձագանքների, քաղաքական ուժերի կողմից ներկայացուցիչների արձագանքների, բայց գիտեք ինչ ցավալին ինչի մոտ այդ բառերի իմաստը կամ էլ այդ մտքերը, որ ինքը այդ նեղ իրավիճակում, այդ ծանր իրավիճակում ինքը հասցնում է հայ հանրությանը, ես գիտեմ չէ բավարար չեք գիտակցում էլ ինչ է կատարում, որովհետև նմանատիպ իրադարձություններ, եթե հիշում եք Ռուբեն Վարդանյանի կողմից եղել է Արցախում գտնվելու ժամանակ, Արցախի ծանր են ժամանակները նույն հայտարարությունով հայությանը, հանրությանը, սփյուռքի բոլորը մենակ արձագանքում են ու դրանով էլ խոսքի ավարտվում է ամեն մարդու իր արած կամ իր քայլը, բայց դա ոչ բավարար աշխատանքներ է, որովհետև մենք այդ ձևի մոտեցումներով կորցրել ենք Արցախը, այդ ձևի մոտեցումներով մեր անբավարար աշխատանքներով թույլ տվեցինք, որ այդ մարդիկ գտնվեն Բաքվի մարդասպան Ալիևի ձեռին։ Ես գիտեմ, թե ստեղ մենք ուրիշ կողմից պիտի մոտիկանանք, ուրիշ ձևակերպերով պիտի մոտիկանանք, որովհետև արտահայտություններով կամ այդ ծանր իրավիճակում գտնվելով մենք այս ձևի գործողությունների պրոցեսներ իրականացնելով չենք կարող հասնել այն նպատակներին, որը մենք այսօրվա օրը հայ ազգը այդ ծանր իրավիճակում է գտնվում։ Այստեղ պետական մակարդակով պիտի այդ հարցի մոտեցումները։ Բայց պատկերացնում եք, լինելով խոշտանգման մեջ, եկեք անկեղծ լինենք, հա, խոշտանգման մեջ լինելով հանդերձ, Ռուբեն Վարդանյանը այսպիսի համարձակ հայտարարություններ է անում։ Այս մարդիկ մի քանի մետր հեռավորության վրա, որ հիմա նստած են կառավարության շենքում կամ չգիտեմ ազգային ժողով են գնում, լինելով այսպես կոչված ազատության մեջ, վախենում են անգամ մի հատ, չգիտեմ, դատապարտող հայտարարություն անել։ Դե նայեք, հայմատաբար որ ոչ հայմատելի բան է Ռուբեն Վարդանյանը կամ դեղ գտնվող գերիների սրանց նման վախկոտների հետ դա ընդհանրապես ես տարբեր որ ասում է մարդուեությունը, բայց սրանց հələ այս վերջ օրերի բաները լսեք, ящик առ ящик, հատ-հատ, եթե դու տղա ես, եթե դու հատ-հատ բերող ես կամ հատ-հատ Արցախի գյուղերը բեր, հատ-հատ մեր գերիներին բեր, հատ-հատ որ ասում են մարդիկ մեր եկեղեցիները հետ հատ-հատ բեր, սրանք որ գալիս են շուտ քարոզարշավի, այդ սուտ թեզերով, այդ ձևի փողեր ծախսերով, միլիարդներ ծախսելով, այ գնում են աթոռ պահելու համար բաներին։ Դրա համար այդ համատաբար մոմենտները մենք այսօրվա իրավիճակում գիտակցում ենք, որ նմանատիպ մարդիկ, որոնք գտնվում են հիմի մեր ռազմագերիների մասին եմ ասում, այդ ձևի հզոր մարդիկ Հայաստանում այդտենց ղեկավարներ են պետք, Հայաստանը, հայ ժողովրդին, հայ ազգին այդ ձևի մարդիկ են պետք, օրինակելի, որովհետև մենք ազգ տեսակ ազգությունը, մենք միշտ եղել ենք հզոր մարդկանց շնորհիվ մեր պայքարն է, մեր հաղթանակներն է, մեր ամեն ինչն է։ Իմ այսօրվա իրավիճակում այս մարդիկ լեզուները նորից եմ ասում, պատ է գալիս, ինչ որ բառեր օգտագործելու, որոնք իրանց գալով իշխանագուլուղ, մենակ կորուստ, մենակ կործանում, մենակ գնացել ենք, որ ասում եմ, ծանր հետևանքներ այսօրվա իրավիճակում։ Ես գիտեմ, թե սա ժամանակավոր բան է, երկար ժամանակ շատ չի ձգձգվի, հայ ազգը մենք իրավունք չունենք այս ձևի մարդիկ ունենանք որպես ներկայացուցիչ, որպես ղեկավար, ամոթ անգամ մեր բոլորի համար, բայց հանրությանը ես նորից ու նորից միշտ կոչ եմ անում, ամեն օր, ամեն ժամ ուշքներդ, գլուխներդ հավաքեք, որովհետև նորից եմ ասում, նույն պատմությունը ամեն մեկից հետ կրկնվելու է, ոչ մեկը չմտածի։ Այո, այլևս Բաքուն հայտարարում է, որ պետք է Շահկերտներում ռազմական հանցագործներին։ Այո, շարունակելու է։ Նայեք, տեսեք Սիրիայում ինչ է կատարում։ Սիրիայում խոսքի
նույն իրավիճակն է։ Այո, ալա։ Արցախի հետ եթե վերցնենք մեկ մնայիք դե, այդ ժողովուրդը մնային դե, Թուրքի կողմից մենք գիտենք թե մին ամսից, 2 ամսից հետո նույն նմանատիպ գործողություններ իրականացնելու է, որ ասում եմ հարցախայության նկատմամբ։ Դրա համար արցախայությունը, որ լքել է Արցախը, դա չի նշանակում, որ Արցախը մենք ինչ որ կերպ ստիպված ենք եղել մենք։ Մարդիկ գնացել են իրենց ընտանիքներ, իրենց երեխոց կյանքը փրկելու համար, բայց այդ մարդիկ էլ իրենց զոհաբերել են, որ մեծականակ կորուստներ չլինի, մեծականակ զոհեր չունենանք, դրա համար գնացել են այդ քայլերին։ Այսօրվա իրավիճակում մարդիկ այդ պահերը վերցնում են, մեկը ուրիշ ձևի արձագանքում։ Դուք գնացեք այդ իրավիճակում մի րոպե չեք կարա դիմադրել։ Իրենք պատերազմից հետո 1 ժամ չեն մտել Արցախ։ Ապրեք, դուք գնացեք այդ իրավիճակում, տեսնեմ ոնց եք, որ ասում է, բայց գիտակցող մասան հասկանում է, գիտակցող որ ասում է այն մարդիկ դրանք գիտեն, որ ինչ իրավիճակ է, ինչ է ու ինչ հետևանքներ կարար բերի։ Բայց ես չեմ ուզում եք կոտրվեք, չեմ ուզում եք ընկճվեք, որովհետև Ռուբեն Վարդանյանի այս վերջի ուղերձը, ոնց որ ասում եք, այդ ծանր իրավիճակում գտնվելով, այդ ձևի համարձակություն, այդ ձևի հզոր խոսքեր, մենք դրա մեջ ես ոգևորվել եմ դրանից։ Ես ավելի եմ հպարտացել, որ մեր ազգի մեջ կան իրոք այն ձևի մարդիկ, որ կարողանում են ու կարողանան, որ մենք այս իրավիճակից դուրս բերենք մեր ազգը, մեր արդար, մեր արժանապատվությունը։ Ու ես մենակ Աստծոց խնդրում եմ, որ այդ մարդիկ առողջ ոչ մի բան իրաց հետ չլինի, հետ վերադառնան հայրենիքում մենք արդեն միասնական մենք կշարունակենք այդ գործողության process-ները։ Շնորհակալ եմ։